Մինչ օրս պոլիպների դեպքում մինչ օրս հոմեոպաթիկ մեթոդից բացի դեղորայքային մեթոդների մեջ այլ միջոց, այլ բժշկման մեթոդ չկա։ Եվ ինչու այդպես, բժշկությունը ընդհանրապես մասնավորապես ավելի ճիշտ, ընդհանրապես ամբողջ բժշկությունը ներկա պարագային, բայց մասնավորապես ալոպաթիկ մեթոդը, որը այսօր ակտիվ գործում է, դա կոմերցիոն մեթոդ է, որը ուղղված է գումար աշխատելու վրա, դրա պատճառով է, որ վիրաբուժությունը ակտիվ զարգացել է ավելի շատ և այնպիսի վիրահատություններ են կատարվում, որոնք շատ ժամանակ ոչ միայն անիմաստ են, այլ անհեթեթություն են իրենց բնույթով և ավելի բարդ հետևանքներ բերող պրոցեդուրաներ։ Ինչու է այդպես եղել, ինչու է դրան հասել, այսօր մեթոդոլոգիան ախտանիշը ճնշելու մեջ է, այսինքն գլուխը ցաված, գլխացավի տեղ, տաքությունը, ջերմություն կա, ջերմությունը պետք է իմացվի, ինչ պատճառով է, որտեղ է գնում քրոնիկ բորբոքում կամ միգուցե օրգանիզմը ջերմությունը բարձրացել է ինֆեկցիան հաղթելու համար, առանց գիտակցելու ջերմությունը իջեցնում է 37-38-ում, այնինչ այդ ջերմությունը չի կարելի իջեցնել, ջերմությունը կարելի իջեցնել միայն 40-ից բարձր, մինչև 40-ը չի կարելի իջեցնել, և այդպես շարունակ, և նաև վիրաբուժությունն է այսօր դրան ցավոք սրտի այդ փիլիսոփայությամբ աշխատում, և պոլիպների դեպքում, երբ վիրահատվում են, առանց նույնիսկ շատ պացիենտներ չեն էլ հասկանում, որ այդ պոլիպը ավելի ագրեսիվ ձևով է շատանալու այդ նույն տեղում, կամ այդ ախտանիշը ճնշվելու է և առաջանալու են այլ հիվանդություններ կամ այլ խնդիրներ մյուս օրգան համակարգերում։ Շատ է լինում, երբ որ կանացի պոլիպը մաքրում են, դրանից հետո ավելի է շատանում, նորից ավելի ու ավելի է շատանում և բացի այն, որ մաքրում են, այդպես են ասում, նաև վնասվում է վիրահատման ժամանակ, վնասվում են շատ դեպքերում նաև լորձաթաղանթները, իսկ լորձաթաղանթները վնասված ոչ միշտ է, որ վերականգնում են, նաև ոչ միշտ է, որ հնարավոր է լինում վիրահատությունից հետո բորբոքումը լրիվ հանել, շատերի մոտ լինում են քրոնիկ բորբոքումներ են առաջանում լորձաթաղանթներում։ Նույնը վերաբերում է քթին, բազմաթիվ անգամ վիրահատված քթի, որ միս են ասում, դա քթի պոլիպն է, բազմաթիվ անգամ վիրահատված ավելի շատ են մեծանում, ավելի են աճում, դրանից բացի խեցիների հետ խնդիր առաջանում, հետո շնչառության և հասնում է ընդհուպ նրան, որ նաև դա խանգարում է քնելուն և այլն և այլն, այսինքն այդ ընթացքում ախտանիշը ճնշեցին, բայց կարճաժամկետ առումով մի կես տարի մարդը շահեց, 3 ամիս շահեց, բայց նրանից հետո ավելի մեծ վնաս է հասցրել։ Նաև պոլիպը պետք է հասկանալ, որ դա ընդհանրապես օրգանական փոփոխությունները և նորագոյացությունները, դրանք մեծ մասամբ ոչ թե հենց հիվանդություն են, այլ հիվանդության արդյունք են, այսինքն հիվանդության հետևանք են։ Իրականում պոլիպի պատճառն է պետք տվյալ օրգանիզմում գտնել պացիենտի մոտ, պատճառը հեռացնել և իրենք սկսում են ներծծվել, փոքրանալ, մինիմում աճն է կանգնում և այնուհետև, այսինքն հիվանդությունը դուրս գալուց այլևս էլ չեն աճում, իսկ փոքրանալը ժամանակի ընթացքում է ներծծվում։ Ամեն հիվանդության, այսինքն կախված է հիվանդության բարդությունից և ժամկետներից, եթե քրոնիկ հիվանդություն է, 20 տարվա հիվանդություն է, 30 տարվա, 10 տարվա, դրանք տարբեր ժամկետներում են բժշկվում։
Սուրը հիվանդությունները արագ են բժշկում հոմեոպաթիկ մեթոդով ու ընդհանրապես, իսկ խրոնիկի դեպքում ժամանակ է պահանջում, քանի որ խրոնիկ հիվանդությունները շատ ժամանակ լինում են նաև սխալ բուժումների ժամանակ առաջանում նոր խրոնիկ հիվանդություն, այսինքն այդ դեպքում հետընթաց է պետք է լինի։ Պոլիպների դեպքում արդյունքները մինչ օրս դեղորայքային մեթոդների մեջ և դրան գումարած վիրաբուժությունը դա բժշկման մեթոդ չէ, դա կոմերցիոն միջոց է ախտանիշը ճնշելու համար պոլիպների դեպքում։ Մինչ օրս դեղորայքային մեթոդների մեջ հոմեոպաթիան գրեթե միակ մեթոդն է, որը աշխատում է պոլիպների հետ և այդ հիվանդության արմատներն է փնտրում տվյալ օրգանիզմում։ Եթե ասեն, վախեցնեն, թե պոլիպը եթե մնա կառաջանա քաղցկեղ ուռուցք, նման մարդկանց ասեմ շատ դեպքեր են եղել հենց պոլիպը հեռացնելուց հետո է քաղցկեղ առաջացել և նաև պետք է ասեմ, որ պոլիպը երբ որ բժշկում է հոմեոպաթիկ մեթոդով աճը կանգնում է, այսինքն հիվանդության արմատը երբ որ դուրս է գալիս, իսկ ներծծվելու խնդիրը փոքրանալու դա արդեն օրգանիզմի ինքնավերականգնման ֆունկցիաներն են։ Իսկ այսինքն այդտեղ ժամանակի ընթացքում է կատարվում, բայց աճը շատ արագ է կանգնում և այլևս այդ հիվանդությունը չի բարդանում, այսինքն մինիմումը կանգնեց և հետընթաց է գնում ժամանակի ընթացքում։ Իսկ երբ որ դիպչում են հիվանդությանը, այդ հիվանդությունը կարող է ավելի ագրեսիվ կերպով հետո իրեն արտահայտի, քանի որ վնասվում են, եթե հեռացնում են լեղապարկը պոլիպների պատճառով, խնդիրը գնում է ավելի է բարդանում, այսինքն քրոնիկ թուլություն, ընդհուպ մինչև քաղցկեղներ են առաջացել, տարբեր տեսակի նորագույնություններ։ Կանացի դեպքում առաջանում են քրոնիկ բորբոքումներ լորձաթաղանթում և կանացի դեպքում շատ մեծ վնաս է հասցվում հեռացումը այն առումով, որ ավելի ագրեսիվ, ավելի շատ քանակով է գալիս կամ ավելի մեծ հիվանդություն է լինում լորձաթաղանթների հետ կապված։ Ախտանիշը ճնշելով կարող է ավելի բարդ հիվանդություն ի հայտ գալ կամ հիվանդության արդյունքը ավելի բարդ լինել։ Նաև նշեմ, որ հեռացնելու դեպքում բժշկումը ավելի է բարդանում, օրգանը հեռացնելու դեպքում կամ մի մասը, որովհետև ախտանիշը ճնշվում է, առանց ախտանիշի քրոնիկ հիվանդությունը բժշկելը ավելի դժվար է, դա պետք է իմանալ։ Եվ նրանք, ովքեր որոնում են բժշկում վիրաբուժության օգնությամբ, պոլիպների դեպքում պետք է հիասթափեցնեմ, դա ոչ մի շանս չկա բժշկման, դա շանս չտալիս ոչ մի, նույնիսկ 1% չկա շանս, դա կարճաժամկետով առումով ուղղակի ախտանիշը չկա, բայց հիվանդությունը մնում է և հետո այդ հիվանդությունը ավելի ագրեսիվ կերպով է ի հայտ գալու և ոչ թե շատ հետո, այլ մոտակա կես տարուց, 3 ամսից կամ մի տարուց։ Առողջ եղեք։